Պարոն Ֆարմանյան, ես սկսեմ իմ հարցը ձևակերպելիս պարոն Սիսակ Գաբրելյանի հարցին, թե ինչ է լինում, երբ որ պարտքը մեծանում է, օրինակ default տերմինը կա, օրինակ հետո հարցը կտամ հենց դրա հետ է կապված, օրինակ երբ որ պարտքդ մեծանում է, հաջորդ պարտք վերցնելուց տոկոսադրույքը ավելի շատ է լինում, ավելի բարձր է լինում, երբ որ մի քիչ ավելի շատ է լինում պարտքը, օրինակ Հունաստանի օրինակում ստիպված պետությունը գնում է կտրուկ քայլերի, օրինակ հրաժարվում է ներքին պարտքի մի հատվածից, Հունաստանի պարագայում շուրջ 100 միլիարդ դրամից, իսկ ներքին պարտատոմսերը թողարկելու գնողը պարզ է։ Իմ հարցը հետևյալն է, օրինակ Հայաստանում, որ ներքին պարտքը տենց մեծանա ու պետությունը դեֆոլտի չգնալու պարագայում հրաժարվի վճարել, դրանից տուժողն ով է լինելու ու վճարողն ով է լինելու։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Նախ ես մի փոքր այլ կերպ փորձեցի պատասխանել, քանի որ մենք նաև մեր հայրենակիցներն են մեզ լսում եւ այդ տերմինն նախ խեղդ չանելու նպատակներից ելնելով շատ պարզ բացատրություն գոյություն ունի։ Պատկերացրեք բիզնես, որը չի կարողանում սպասարկել իր պարտքը։ Վերջը ինչ է լինում։ Հիմա ես եմ այդ հարցը ուղղում, թող մեր հայրենակիցները հետևություններ անեն, վերջը ինչ է լինում։ Իսկ հարցին, թե ով է տուժողը, տուժող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Արձագանք։ Ես մանրամասն իմ ելույթին կարձագանքեմ ու հիմնավորեմ, ինչա տեղ ունենում, երբ որ պարտքը մեծանում է ու դրա վճարողնով ու մնացածը, շնորհակալություն, որ փաստեցիք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է վճարում այդ կառավարման ու դրա վատ պտուղների համար, ու երկրորդ հարցը, որ ես ունեմ, տեսեք, մեր համախառն ներքին արդյունք եւ պարտք համակցությունը, որը որ այսօր համարվում է նորմայի մեջ, ռիսկային չի, բայց մեր համախառն ներքին արդյունքի մեջ ամենալուրջ զգալի դերն ունի այսօր ոչ մեր կամքից անկախ ռուս-ուկրաինական պատերազմը։ Այդ պատերազմի արդյունքում Հայաստանը դարձել է բարենպաստ գոտում գտնվող պետություն ու այդ տնտեսական, այն որ ոսկին գալիս էր Հայաստան, Հայաստանից գնում էր օրինակ ԱՄԷ, կամ Հայաստանից գալիս է գնում է Ռուսաստան, կամ մեր խոշոր հարկատուների առաջի 20-յակը, որ մենք նայենք, կտեսնենք քանիսն է ուղիղ կապված այդ պատերազմի արդյունքում։ Պատերազմի ավարտից հետո դուք ռիսկեր տեսնում եք մեր համախառն ներքին արդյունք եւ պարտք համակցության մեջ։ Շնորհակալություն կրկին անգամ, պարոն Մեսրոպյան, Մանուկյան, ներողություն։ Ուրեմն շատ ճիշտ նկատեցիք, այո, մեր տնտեսական աճը վերջին տարիներին գերազանցապես ես կասեի, պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում վերարտաման գործարքների հետ է կապված։ Այդ մասին է վկայում առաջին խոշոր հարկ վճարողների, առաջին տասնյակում գտնվող ընկերություններից մեկը, որը հենց վերարտահանող ընկերություն է, եւ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի չկարողացավ բավարար չափով օգտվել այդ օգուտներից։ Արհեստական խոչընդոտների պատճառով։ Հիմա ես չեմ ուզում թվարկել, ընդհանրապես դրանից մի օրինակ կարող եմ բերել։ Օրինակ, ինչի համար ընդունվում կառավարության որոշում, որով արգելվում է սարք-սարքավորումների, տեխնոլոգիաների, առանձին տեխնոլոգիական բնույթի ապրանքների արտահանումը դեպի եվրասիական երկրներ։ Ընդ որում, տվյալ կառավարության որոշման վերնագիրը այնպիսին է, որ տպավորություն է, որ եթե էկոնոմիկայի նախարարությունը տրամադրի համապատասխան թույլտվություն, խնդիր չի լինի, բայց չկա գետ մեկ նախադեպ, որ որևէ տնտեսվարող հնարավորություն է ունեցել թույլտվություն ստանալու, այսինքն դա անուղղակի արգելքի համար է արվել։ Սա մասնավոր օրինակ բերեցի, եւ այո, եթե ռուս-ուկրաինական պատերազմի հետագա արդյունքները արդեն տեսնում ենք, ներողություն եմ խնդրում, 30 վայրկյան, տեսնում ենք, որ այդ արդյունքներից այլևս չենք կարող օգտվել եւ վատ կանխատեսումներ ունեմ ցավոք սրտի։